Նոյեմբերի 3-ին վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի ուղևորներից 1986 թվականին ծնված Արման Խուրշուդյանն ու 1987 թվականին ծնված Արմեն Երեմյանն արդեն սառնախբյուր են վերադարձել։ Եղբայրները մի շարք վնասվածքներ են ստացել վթարի հետևանքով։ 1 օր անցկացրել են Տուլայի հիվանդանոցում, այժմ իրենց համեմատաբար լավ են զգում, պատրաստվում են շարունակել բուժումը։ Տղաները Մոսկվա էին մեկնել մի քանի ամիս առաջ աշխատելու նպատակով։ Հայաստան էին վերադառնում բարեկամների հետ։ Եղբայրները պատմել են, որ նստած են եղել ավտոբուսի երկրորդ հարկի ձախ կողմում։ Վթարի պահին քնած էին, մանրամասներ չեն հիշում։ Մենք մեջտեղում ենք նստած ձախ կողմում, իսկ ավտոբուսը շրջվեց աջ կողմում։ Ձեներ աղմուկ լսեցինք, արթնացանք, տեսանք, որ արդեն շրջվել ենք։ Վնասվածքներ ստացել եմ քիթ, կոդրվածք, գլխի կոդրվածք, որ կողմ որ թեքվել ենք աջ կողմ, աջ հատվածում կա ցավեր, թևի, ոտքի։ Այդ մոմենտին շրջվելու մոմենտին փախել ենք դուրս, ով երբ ինչ կարողացավ, ում օգնեց։ Նախքան գալներս գնացինք եկեղեցի, Սերգեյ Պասատ։ Ամսու 1-ին գնացինք, որ ամսու 3-ին դուրս բերիքան ճանապարհից առաջ, ոչ մի բան մեր մտքերներով էս անցներ։ Ասենք մի հատ մտնենք եկեղեցի, ցանկալի էր, նկարվեցինք, եւ ամսու 2-ի գիշեր դուրս եկանք արդեն նստել ենք ավտոբուս։ Սարսափելի տեսարան էր, դա չեմ կարող այդպես բացատրել։ Շատ է վախեցել։ Վախենալը վախեցել են, բոլորն են վախեցել են։ Շատ ահավոր տեսարան էր։ Ինչ վնասվածքներ եք ստացել։ Վնասվածքներ ստացել եմ գլխից, հատվածում եւ մեջքից հատվածում։ Ճիշտ է, մի քիչ վնասվածքներով, բայց եկան հասան ինձ, ես մեծ բախտի տեր մարդ եմ, որ իմ երեխեքս այդ բանից փրկվել հասել են ինձ։ Ես էլի խոնարհվի մեն անմեղ զոհերի ծնողներին էլ եմ ցավակցում, որ ընդոնքել այդ աստիճան վնասվան, իմ երեխեքն էլ փառք Աստծո, այդ էր մեր բախտն էլ, մեր վիճակն էլ։